Ողջույն։ Ողջույն։ Եկել ենք Տիգրան մեծ արձանի մոտ։ Անայդ է ասա ով է արձանի հեղինակը։ Այ մոռացել եմ։ Ոյ։ Հենց մոռանում ես ասա Լևոն Թոքմաջյան։ Այլ։ Լրիվ բանը արձանների նման, արձանները ոնց է որ ասում եմ արձան ծառերը։ Երբ որ չգիտես ինչ ծառ է, էկզոտիկա, ասում ես սակուրա։ Ստեղ էլ ասում ես Լևոն Թոքմաջյան, այո։ Դե մի հատ նայենք, տենանք ինչ նորություն կա այս այգիում, անայի տարի։ Ուր գամ, արմես արևի տակ ուր գամ։ Արի մի հատ էլ շենքը նայենք, ես ինչ են սարքել։ Արի։ Գնացինք։ Մի հատ ձգվի։ Ընդեղ գայի պողոտանա, ստեղ էլ Անահիտն է։ Կարաս մտնես թևս, ձեռքի տված։ Այս շենքը վերջի անգամ, որ նկարեցինք, ես նույն ձև էր։ Բան չի փոխվել։ Վերածննդի այգին այն կողմը։ Այն վերևը։ Արի էլ այդ ուղղությամբ շարժվենք։ Արի շուտ գնանք։ Դանդաղ չգնանք։ Գնացինք արագ վերածննդի այգի։ Երբ որ ես աշխատում էի, դեռ վերջի տարիները ամուսինս սկսեց այդ հաղորդումը, որը նվիրված էր իր երկու ընկերներին։ Երկուսն գնացել էին աշխատելու։ Մեկը Ամերիկա, մեկը Մոսկվա։ Այդ մեր մոտիկ ընկերներն էին, դասընկերները, եւ մենք շատ ծանր տարանք իրանց գնալը։ Այս վիճակ էր, տենց դուրս ես գալի քաղաք, ոչ մի ծանոթ չես հանդիպում էլ, Երևանը դարավ խորտ, բարի բուն իմաստով։ Ու մի անգամ մտքովս անցավ, նկարեմ գցեմ YouTube, տղաները կնայեն էլ։ Տենց նկարեցի մի հատ 3 րոպեանոց վիդեո։ Եվ մի անգամ իր մոտ այդ միտքը ծագեց, որ ինքը պետք է շատ կարճ նկարի Երևանը եւ ուղարկի իրանց, որ իրանք իրանց կարոտը առնեն։ Այդպես սկսվեց այդ հաղորդման պատմությունը։ Կային մարդիկ, որոնք հայերեն չէին հասկանում, բայց շատ մեծ սիրով նայում էին այդ հաղորդումը։ Այդպես ես սկսեցի կիրակի օրերը վարել ամուսնուս հետ, իսկ հետո որ դուրս եկա թոշակի, սկսեցինք արդեն իրար հետ վարել։ Հա, մի անգամ առաջ անգամ ես երևացի, այն ժամանակ Անահիտը չկար, ես բացարձակ չէի երևում կադրի մեջ, սաղասեցին մի հատ ձեզ ցույց տվեք, պատմեք, ես էլ նկարեցի ինձ, պատմեցի մի թեթև, ու մի աղջիկ գրեց, պարոն Արմեն, դուք երկու ընկերուն էիք, իրանց համար էիք նկարում, հիմա դուք ունեք 1000 ընկեր, 1000 հոգի արդեն գրված էին, նենց որ դուք արդեն պարտավոր եք նկարել։ Շատ հետևորդներ ունենք, որոնք գալիս են ու անպայման ուզում են մեզ տեսնեն, մենք հանդիպում ենք։ Հա, միասին ամեն օր նկարում ենք, սկզբից իհարկե նենց մի քիչ կատակով բանով էինք վերաբերվում այդ ամեն ինչին։ Ամեն օր, ամեն եղանակին, ձուն, անձրև, քամի, մենք ամեն օր դուրս ենք գալիս, բայց պատկերացրեք, որ դա մեզ տոնուսի մեջ է պահում։ Երևի դա օգտակարել է քայլելը մի քիչ ամբողջ օրը տանը նստելը սխալ է։ Առավոտյան դուրս են գալի, եթե այդ օրը ինչ-որ խանութ պետք է գնանք, ինձ համար կամ Անահիտի համար կամ ուտելիք գնելու, հետ եմ նկարում, փողոցն եմ նկարում, հետո ես շատ սիրում եմ բակերը մտնել նկարել, այնտեղ որտեղ գիտեք քաղաքի դեմքը բակերը իհարկե շատ մեծ դեր են խաղում էլի ու եթե ուզում եք իրոք մեր ընդհանրապես մակարդակը Երևանի ժողովրդի պետք է բակերի հետ ծանոթ լինել էլի։ Անահիտ, Լսում է։ բայց դու նկատում ես, չէ՞, նկարահանելը ինչքան է նպաստում մեր քաղաքին
ճանաչել, սերը ճանաչել է նշանակում, էլի, չէ, Այո, ինչքան պետք է ճանաչում ես։ ճանաչես, այնքան ավելի ես սիրում։ Այո։ Լինի դա մարդ, թե լինի դա քո քաղաքը, Այո։ Դրա համար ես գիտես միշտ հույս ունեմ, որ մերոնք մեր օգնությամբ թեկուզ մի թեթև ավելի լավ ճանաչեն քաղաքը, արտասահմանցի մերոնց նկատի ունեմ չէ, էլ։ այն որ իրանք սիրում են քաղաքը, դրանում կասկած չկա։ Բայց Նամանավանդ որ հեռավոր տեղերից են, ավելի է այդ սերը ուժեղանում։ ճիշտ է, բայց Կարոտը եւ սերը։ մյուս կողմից ռուսերեն խոսք կա է «Глаз долой и сердце вон», այսինքն աչքիդ մեջ եփոք չկա, Հասկանալի է, ես սրտից շատ լավ գիտեմ այդ ասացվածքը, բայց դա վերաբերում է քաղաքին։ Ես մեր հաղորդման վերաբերել այդ միշտ մտածում եմ, որ աչքն միշտ տեսնի էլի, միշտ հնարավորություն լինի, հենց ուզենա Երևանը այս պահին տենա էլի։ Մի խոսքով շատ լավն է այգին դարել։ Հա, մեզ լավ է բաները արևը մտավ թե Հա, չէ։ դուրեկան ասեն։ Դե որ այնտեղ նկարում էինք շատ բաներ։ Դա քիրաբաճան ձրև կգա էլի։ Հա, դու սիրում ես այդ Այդպես արդեն ամպեր եկան, դու այն որ ցույց տվեցիր 5 րոպե առաջ, կապույտ էր երկինքը։ Իմ ամուսինը իմ դասարանցին է, 9-րդ դասարանում եկավ, ուրիշ դպրոցից, այդտեղ էլ տեսել եմ առաջին անգամ։ Ես Պուշկինյան դպրոցում էի, տեղափոխվեցի Շևչենկո։ Ու հենց մտա առաջի օրը, առաջինը ինքը անցավ ընկերուհու հետ։ Օ, մենք ընկերոս հետ կանգնած էինք միջանցքում, ինքը մեզ մոտեցավ, չիմանալով, որ դասարանից ենք, հարցրեց աղջիկներինի բն որտեղ է։ Մենք սենց իրան չափեցինք ոտից գլուխ, ասացինք այնտեղ ցույց տվեցինք։ Հետո էլ դժգոհեցինք, ասացինք մեր տղաները քիչ էին, մի հատ էլ նոր տղա եկավ։ Ինքը մեր դասարանի ամենագեղեցիկն էր համարվում։ Շատ նուրբ էր ինքը, դիմագծերով գեղեցիկ աչքեր, կանանչ, խոշոր։ Շատ մազեր ուներ, գանգուր, սենց։ Դպրոցի տարիներին չի եղել մեր մեջ ոչ մի զգացմունքներ։ Մինչև այդ հետաքրիր էր, բայց ուղղակի իրար լավ էինք շատ վերաբերվում, ես իրան միշտ հավանում էի որպես անձնավորություն։ Դպրոցը ավարտելուց հետո արդեն սովորում էինք երկուսս էլ։ Այդ ժամանակ հանդիպեցինք եւ սիրահարվեցինք։ Դե խոսք ուզել բան այդ նրբությունները արդեն չեմ հիշում, բայց եղել է։ Գնացինք իրանց տուն, հետո մի խոսքով։ Վարդերով եկավ մեր տուն, իմ ծննդյան օրը։ Դե այն ժամանակ այտենց շքեղ առաջարկներ չէին լինում, ոնց որ հիմա, եւ առաջարկեց։ 74 թվականին ամուսնացանք։ Ես հիշում ես 9-րդ դասարանում անգլերենի դասը։ Այո։ Ես, ես էլ դու անում։ Այո։ Կողքս։ Օ, ես։ Հիշում ես ես։ Հիշում եմ իհարկե։ Դավիթը նենց էր զարմացել ու հետո շենքերի կողքով անցնում ենք, ասում էր, հիմա բոլոր հարևանները նայում են, ասում են, այս երեխայի մաման փոխվել է, ուրիշ մամա ունի։ Հա, իրոք։ Ես ինչ բոյով ես անա այստեղ։ Դե։ Օ, ես լրիվ սիրահարված ենք։ Հա, բայց ամուսնացած ենք, ես հիշեցի այդ Վարդան Իրոք շատ Սարոջը։ կներես, հա, սիրահարված հետևից քեզ ասում, բայց ես էլ դու Հա, Սերգեյ Եսենինի նման։ Շատ գեղեցիկ նկար է։ դե Բայց հիշում հիշում եմ ես, կանոչ նման։ ինչքան էիր ինձ ասում, չեմ հավանում, լավ չի ես, մի քիչ ծուռ է, իսկ հիմա ինչ լավ է նայվում, չէ՞։ Դե։ 50 տարի անցել է, ուզում ես լավ Ես մեր չնայել։ բալիկների հետ։ Սա այո, Դավիթը կոկորտը կապած է փոքրը, Հիվանդը։ հիվանդեր։ Ես էլ մեր աղջիկն է։ Ես մի տարեկան ֆոտո։ Անայդ, բայց ինչ խորամանկ հայացք ունես։ Ես էլ շատ լավ է։ Ես էլ ինչ որ արշավ ենք, հա գնացը։ Սա կարմրակարում ենք։
Հիշում ես, այս նկարները, որ Դավիթը նայում էր, Հա, ասում էր, մեկ էլ մի օր լաց եղավ, ասում հա, էր, հիշում եմ այդ։ բա ինչի ինձ չէիք ծնվացրել այդ ժամանակ։ Ուշ եք ծնվածրել։ Ալիսան, Ալիսան ստեղ լավն է։ դու էլ ես նց կոկիկ, ոնց է ճիշտը։ Այո։ Ես ինչ-որ ծանոթ դերասան է։ Ես ուզում էի դերասանական Ինչ գիտես։ լավն է, էլի Հա, նայ։ շատ։ Դու այստեղ շատ նիհար ես։ Դա շավերը գործ է անում։ Բան որ է այդ վաղտ։ Վաղուց չէինք նայել այդ Ես այն նկարները։ բանի նման եղավ, չէ՞։ Մենք ենք մեր սարերը, որ ասում է։ Դու որ չգայր, ես լողացողը չէի։ Հիմա մերն է։ Որ չնկարեին։ Մենք չէինք նայել Երբ սա։ ժամանակ կգտնեինք, սենց նստեինք, նայեինք։ Ես էլ էի բոյով։ Կոլոտացել ենք անայդ։ Չէ, չաղացել ենք, նիհար ես շատ։ Մի խոսքով լավ է էլի, որ նկարում էիր, զբաղվում էիր, հիմա էլ հիշողություններ մնացին։ Հետո գիտես ինչներ հետաքրիր, ես սիրում էի նկարել, դու էլ սիրում էիր նկարվել։ Այո, ես սիրում էի նկարվել, բայց ես միշտ դժգոհ էի այդ նկարներից։ Այո, Հիշում եմ։ մի 4-5 տարի հետո շատ գոհ էիր ելնում։ Ես պոլիտեխնիկն եմ ավարտել, մեքենաշինական ֆակուլտետը ու եկել եմ այս ինստիտուտ։ Քարի սիլիկատների գիտահետազոտական ինստիտուտ էր այն ժամանակ կոչվում։ Հիմա այստեղ մենք զբաղվում ենք քարի մշակմամբ։ Ողջույն։ Հար մի րոպե արի մի հատ այդ մակերեսը նայենք։ Տուֆը։ Հա։ Արգերանցում։ Նայ մակերեսը լավ է, թե փոխենք մակերեսը։ Այս նոր գործիք եք օգտագործել։ Հա։ Շատ լավ է, գերանցում։ Անտիրա։ Ուրեմն կշարունակեմ։ Ես սովորել եմ համալսարանում, պետական, բանասիրական ֆակուլտետում ռուս։ Կեսուրս են տարիներին 114 անգլիական դպրոցի տնօրենն էր։ Ինձ տարավ, ասեց ինչ-որ մեկը հիվանդ էր, ժամանակավոր փոխարինի։ Ես գնացի, բայց չդիմացա, քանի որ կոկորդը շատ ուժեղ լարվում էր, ես հոգնում էի խոսելուց։ Դե դա մասնագիտական հիվանդություն է, էլի։ Եվ ես ասեցի, չէ, ես երբեք էլ դպրոց չեմ մտնի։ Դուրս եկա, հետո արդեն երեխաները ծնվեցին, աղջիկս ծնվեց, հետո տղան մի քանի տարի հետո, ու ինձ սկսեցին համոզել, որ շատ հարմար է, որ շատ տանը լինես, երեխաներին ժամանակ հատկացնես, արի դու գնա նորից դպրոց։ Այդպես ես գնացի ու պատկերացրեք, որ շատ սիրեցի իմ մասնագիտությունը։ Նույնիսկ անհամբեր սեպտեմբերի 1-ին էի սպասում արձակուրդներից հետո։ Այդպես շարունակվեց 36 տարի։
Ասում եմ, այսօր ամսի 5-ն է, արի գնանք բանը, փառատոնի բացումն է։ Անցյալ տարի նկարեցինք, ամեն տարի էլ նկարում ենք։ Միշտ նկարել ենք, բայց ամենաշատ հիշվել է այն, հիշում ես, անձրևոտ օրը։ Օ։ Շաբաթ օր էր, ես լավ հիշում եմ, դա երկրորդ օրն էր, փաստորեն։ Վիտ ինչ սելավ էր։ Գետեր էր հոսում։ Հա։ Շատ լավ նախաձեռնություն է այդ գինու փառատոնը, որտեղ Հայաստանում դե խաղողը բանը ամեն ինչը լավն է։ Այո, մեր խաղողը նույնիսկ ասում էին վրացիներն են գալիս առնում։ Դե հա, ես ինքս եմ հիշում, մենք որ գնում էինք այն տարիներին։ Հա, գնանք նկարենք, այսօր անձրև չի լինի, հույսով եմ։ Մենք երկուս էլ հոգատար ենք, մենք անտարբեր չենք իրար նկատմամբ։ Անահիտը իմ նկատմամբ, իմ կարծիքով ավելի հոգատար է, քան ես իր նկատմամբ։ Երկուս էլ ծնողներ են կորցրել, ես շատ երիտասարդ ծնողներ եմ կորցրել, եղբայր եմ կորցրել, ինքը շատ ուշադիր է եղել, ես վերջերս ծիտիկ ենք կորցրել, ես շատ ծանր եմ տարել, ինքը ինձ շատ օգնել է, ինքը չէր խոսում, բայց երգում էր, առավոտը զարթնացնում էր իր երգերով, կորցրել ենք, շատ ծանր եմ տարել, ամենաշատը ինձ սատարել։ Կնոջ հոգատարությունը ինքը ամենօրյա է, էլի, հասկանում եք, ասենք այդ առավոտյան այդ թեյը բանը էլ ինքը անեց լավ ու հավեսով միշտ է տանում, էլի, կամ ճաշ պատրաստել, կամ ասենք հագուստը հարտուկել, լվանալ եւ այլն, դա տղամարդը ամեն օր տանը տես ինչ որ մեխա ես մի բան փչանում սարքում ես եւ այլն, էլի։ Շատախոսը ես եմ իհարկե։ Դե կինը միշտ ավելի շատ է խոսում, նա մանավանդ է իմ մասնագիտությունն է։ Անահիտը իհարկե շատախոս ավելի, բայց ես մի հատ հատկություն ունեմ, որ եթե ինչ-որ մի բանով հրապուրված եմ, կարամ մի ժամ անընդհատ խոսամ, չհասկանալով, որ ախր դիմացինը Ես ավելի նեղած կոտ եմ, մի փոքր։ Ինքը շատ շուտ մոռանում է, իսկ ես մի քիչ երկար եմ հիշում։ Անահիտը ինձ հետ համեմատած ինձ թվում է մի քիչ ավելի խորն է վիրավորվում։ Եղել է ծաղիկները առնում, եղել է ուղակի գրկում է, նայած ոնց։ Անահիտը շատ նուրբ ձև ունի այդ անելու, ասենք մեկ էլ կարաս նկատես, որ ինչ-որ սեղանը այդ օրը արտակարգ ինչ-որ գեղեցիկ է, այդ երբ որ մենք կռված ենք, ու այդտեղ դու հասկանում ես, որ արդեն ժամանակն է այդ բաց թողել, էլի, դե կանայք գիտեն սիրտ շահելու ձևեր, Իմոտ չէ խոսքը չկա, եթե ինքը ինչ-որ մի բան է ցանկանում, որտեվ ես գտնում եմ, որ շատ արժանի է ինքը, էլի։ Դե դա երևի սիրո շնորհիվ է։ Հիմքը դա է։ Ինձ թվում է ուրիշ չի կարող պատճառ լինի։ Ես շատ գնահատում եմ Անահիտի մեջ, գիտեք ինչը, կանացիություն, բնությունից տրված կանացիությունը, դա ուրիշ բան է, էլի, ինձ թվում է ընդհանրապես սերը դրա շնորհիվ է հնարավոր, էլի, որտեվ կա տղամարդկություն, տղամարդու մեջ, էլի, ու կանացիություն կնոջ մեջ։ Այդ երկու բանը բնության մեջ ուղղակի ձգում են իրար, էլի, երևի մենակ մեծ պոետներին է հաջողվում կնոջը ներկայացնել ինչա այդ գեղեցկությունը կանացի։ Նա մի ֆանտաստիկ բան է, ֆանտաստիկ։ Նախ շատ ազնիվ է ինքը, շատ։ Հետո շատ բարի է։ Հետո շատ կարգապահ է։ Ուշադիր է։ Հետո ինքը շատ զարգացած է,
ոչ միայն իր ասպարեզում, մեր հետաքրքրությունները շատ ընդհանուր են եղել։ Եվ դրա համար հետաքրքիր անցան այդ տարիները մեկ։ Հիմա մենք շարժվում ենք Գայի բողոքայով, ժամը տենում Մոսկովյան փողոց։ Լնա այստեղի կանաչնել է, ինչքան է թարմացը տեսքան է։ Դե։ Ես իմ սիրած տեղն է, այսքան տեղը։ Ծառերն էլ վրայից ինձ կախվում են։ Շատ սիրուն է, դրախտային տեղ է այս մասը։ YouTube-ը ինչ-որ խորհուրդ է բերում ինձ։ Ասում է, ձերոնք շատ հավանում են, շատ են հետ գալի այդ կենթանաբանական այգի վիդեոներին։ Օ, Մենք էլ թորները մեծացել են արդեն։ ոչ մեկը չի ուզում գա։ Ինեսին կարելի է համոզել հլավոր, դե Արմենը այստեղ չի։ Հիցուն տարի ամուսնացած ենք, 50-ից ավել, 52 կլինի այս տարի։ 2 զավակ ունեմ, մեծ աղջիկն է ու տղա, 3 հատ թոռ ունենք։ Դավիթը զբաղվում է շոու բիզնեսով, չէին սպասում հաղորդում եւ քաղցած չէին սպասում։ Չնայած պոլիտեխնիկն է ավարտել։ Իսկ աղջիկս 2 մասնագիտություն ունի՝ իրավաբանական, մյուսն էլ համալսարանի բուսաբանական բնապահպանական ֆակուլտետ։ Արմեն, տեսա՞ր ինչ լավ կազմակերպված է։ Անայդ, Այս տարի 10-ամյակն է։ բոլոր փառատոներին մասնակցել ենք։ Այո, մենք մասնակցել ենք։ Իրոք 26, 16 թվից, այո։ Դու արդեն թիմի մեջ էիր այդ վաղտ։ Բովոց։ Դե լավ, Դու 14-ից ես սկսել, իսկ ես 15-ից եմ միացել։ ինչ անենք, մի բարձի ծերանանք, թե Ուրախանանք, որ ասենց լավ միջոցառում է։ Մարդիկ ուրախանում են, Իրոք շատ հաճույք են ստանում, մոռանում են իրանց դարդերի մասին։ Զանգակը ես երևի բամբակը ամուսինս, չգիտեմ։ մի օր կարող է ինքը լինի բամբակ, մի օր ես լինեմ զանգ։ Ես հասկանում եմ հարցի իմաստը, բայց տենց էլի, սրտի լցվածությունից է կախված, տրամադրությունից է կախված։ Արմեն, ինչ հետաքրքիր է, չէ՞, մենք հիմա նստած ենք ու մեզ նկարում են։ Իսկ դու ամբողջ կյանք զբաղվել ես դրանով։ Ֆիլմեր ես նկարել, լուսանկարներ ես շատ նկարել։ Հիշում ես ինչքան էիր նկարում։ Դե քեզ նկարելը այդ ամենասիրածը զբաղմունքն էր։ Բայց ես միշտ դժգոհ էի լինում, հիշում ես։ Դե ես ֆոտոգենիկ չեմ երբեք եղել։ Լուսանկար չեմ հիշում, որից դու գոհ ես։ Այո, բայց տարիներ անց միշտ նայել եմ ու ասել եմ ինչ լավ լուսանկար։ Լավ նկար էր։ Այո։ Հետաքրքիր Արմեն, այդքան տարիներ իրար հետ ապրեցինք։ Այո։ 52 տարի։ Ու ոնց դու կարաս մեկնաբանես, ինչն էր պատճառը, որ այսքան տարի մենք ապրում ենք իրար հետ։ Ընտանիքները նախ ահագին իրար նման էին, նույն հետաքրքրությունները, նույն ճիշտ է։ ասենք գրքերը, ֆիլմերը եւ այլն, կենցաղը, նես չէր որ մեկս պետքա ուժեղ փոխվեր
մյուսին հարմարվելու համար, էլի, չէ՞։ Լեզուն էր մենակ մեզ մի քիչ խանգարում, քանի որ ես ավելի ռուսախոս ընտանիքից էի, իսկ դու հայերեն էիր։ Բայց ես սովորեցի, հա, դե ես քո համար խնդրեմ չի եղել, ուղղակի դու սովորել ես։ Ես էլ սովորեցի հայերենը բավականին լավ։ Տանջում մարդկությունը շատ հասարակ խոսք ունի, սեր, երևի դրանով ավարտվում է, էլի։ Այո, ես էլ եմ դա գտնում։ Դու ինչ կարծիք ես։ Ով է զանգակ, ով է բամբակ։ Ես գտնում եմ, որ ես ավելի շատ զանգակ եմ։ Զանգակ այսինքն ոչ իշխող, ոչ, այլ ավելի աշխուժ։ Հա, դու Այդ ձևի անշուշտ։ ենթադրություններ ամենից։ Այո։ Դու իհարկե ավելի փափուկ ես այն տեսակետից, որ ասենք եթե մենք վիճաբանենք, դու ավելի հեշտ մոռանում ես, շուտ ես մոռանում, ես ավելի նեղացկոտ եմ։ Հա։ Չէ՞։ Դրա համար կարելի է քեզ բամբակ կոչել։ Հա, Անահիտը երևի զանգակն է, ես ավելի դեպի բամբակը, բայց զանգս, որ հանգարց միացավ, թողու փախի։ Ոչ մի բան չի դեմ։ Այդտեղ քայլելը շատ դժվար է։ Պետք է քայլենք, Հա, մի կերպ։ որ մի բան տենանք։ Ինչքան ծանոթ մարդ հանդիպեցինք, նկատեցի՞ք։ Այո, դեսնեղ այնքան մարդ է գալի։ Հա, Ծանոթը հանդիպում ովքերից ենք։ սա բարևում էին, բայց այն խումբը մոտեցավ, որ Փարիզում են ապրում։ Այո,